Անուն հոր և որդվո և օգնուն սրբո ամեն։ Սուրբ Աստվածազնի վերափոխման այս դոնին Աստվածամոր ներկայությամբ օձում սա հոգեբարար բահում քրիստոնեական չեր սիրով և հայրապետական օրհնությամբ գողջունեմ մեր ժողովրդին սիրելի զավակները և ուխտավոր մեր զավակներուն աղոթքին թարգմանը ըլլալով դառնալով Աստվածամոր գսեմ Ո Աստվածամայր հարեխոսյա վասն մեր ար որդին քո միածին որ ընդունի մեր բոլորին խնդրանքները հիվանդներուն առողջություն բարգևե ճամփորդներուն ապահովություն հարի գործերուն հաջողություն աշխարհի խաղաղություն և ազգիս հայոց սեր ու միություն Սիրելի ժողովուրդ հայոց մեր ժողովրդի կյանքին լայն չափով ծանոթ ըլլալով խոր մտահոգությամբ կհաստատենք թե որպես ազգ հայրենիք ու եկեղեցի գաբրինք դժվար պայմաններուն մեջ կշարունակենք դիմակրավել ներքին թե արտաքին մարտահրավերներ ու տագնապներ այս գացության դիմաց մեր ինքնության առողջ պահպանումը և մեր քերակույն ու ընդհանրական իդեալներու ու արժեքներու շուրջ ազգին համախմբումը մեզի համար որպես կաթողիկոս մեծիդան ընկելիգյո կմնա հիմնական առաջնահերթություն արդարև ներկա հարափոփող աշխարհի մեջ չենք կրնար անդեսել մեր շուրջ դեղի ունեցող զարգացումները հանրաչացող երևույթները գազմավորվող նոր աշխարհայացքները ու արժե համագարկերը ինչպես նաև ինքնության ու ինքնաճանաչման չափանիշները այս բոլորին դիմաց հարց կուտանք ուր ենք մենք ինչ պետք է ըլլա մեր մոտեցումը եկեղեցին չի կրնար անդարբել ըլլալ մեր ժողովուրդը հուզող խնդիրներուն ու շրջապատող տագնապներուն նկատմամբ եկեղեցին ինքնագետրոն ու ինքնանպատակ գոյություն չէ ան դեպի ժողովուրդ ուղղված առաքելություն է Քրիստոսի կողմէ դրված Քրիստոսին աշխարհ բերած ճշմարտություններով
ու սկզբունքներով առաջնորդված։ Եկեղեցու թերը հրահանքել չէ, այլ էյաբես ծառայել է, վկայել, ուսուցանել, օժանդակել, հիշեցնել և անհրաժեշտության բարակային Քրիստոսի ներկայությամբ հզորացած առաջնորդել է։ Այս մոտեցումով գուզենք հագիրճ կերպով հայ կյանքին 4 հիմնական ու այժմիական բնագավառներում անդրադառնալ։ Առաջին, արժեքներու վերագենսավորումը հայ կյանքեն ներս կնկատենք հրամայական։ Արժեքները ժողովուրդի ինքնուրույն գոյության հենքը, անոր ինքնության վավերական արտահայտությունը, ներքին միասնականության ամուր շղթան, ինքնաճանաչման հարազատ ցուցանիշը և ազգերու ընտանիքեն ներս անոր ներկայության ու գոյատևման երաշխիքը կկազմեն։ Հետևաբար, երբ ազգիմը արժեքները նահանջեն, աղավաղվին, կամ մոռացության դատապարտվին, ազգը կնահանջի ու կհեռանա պատմության թատերափեմեն։ Ազգերու պատմությունը լեցուն է նման վկայություններով, կպատահի նաև հակառակը։ Երբ ազգը ի հեճուկս իր դիմակրաված տագնապներուն կպայքարի իր սեփական արժեքներու կենսագործման ի խնդիր, կմնա կյանքում պատմության փոթորիկներուն մեջ։ Այսպես եղած է մեր ժողովուրդը։ Ըլլանք իրավաշտ, համաշխարհայնացած ներկա աշխարհի մեջ մեր արժեքները սկսած են հետզհետե նահանջել, դեղմը դառնալով լուսանցքային, այլ դեղ աբազկային։ Այս վտանգալից երևույթը կրնա մեր ինքնության արմատները փճացնել և մեր ինքնուրույն գոյության հիմքերը ամբողջությամբ կրնա արմատախիլ ընել։ Հայապահպանում կնշանակե ինքնության առողջ պահպանում։ Ինքնության առողջ պահպանումը կենթադրե արժեքներու անվտար պահպանում ու անոնցմով հայ կյանքի վերագենսավորում։ Մեր կյանքի բոլոր պայմաններու մեջ մեծ ըլլանք համադարիմ մեր արժեքներուն նկատմամբ, այն արժեքներուն, որոնց կենսագործման ի խնդիր մեր բաբերը նույնիսկ իրենց արյունը թափեցին։ Երկրորդ, հոգևոր կյանքի վերաշեշտումը կնկատենք էական։ Մեր ազգին արժեքները առնչված են հայ կյանքի ազգային,
մշակութային, ընկերային եւ այլ մարզերում։ Հաստորեն հայ ժողովրդին ստեղծած ու պահպանած արժեքները իրարու հետ սերտորեն շաղախված են եւ կարելի չէ մեկը մյուսեն անչադել։ Պատմությունը կվկայե, թե հայ կյանքի մեջ քրիստոնեությունը հայացավ ու հայությունը քրիստոնեացավ։ Այս իրողությունը ինքնին բերջախոս վկայություն մնե, թե մեր արժեքները մեկ ամբողջություն կկազմեն ու մեկ ամբողջության մեջ դիրական են մեր հոգևոր արժեքները։ Հետևաբար հոգևոր արժեքները պետք չէ դիտել իրենց եկեղեցապանական ու ձիսական ներ բարունակին մեջ, այլ մեր ժողովրդի համայնական կյանքի շրջակցենն է։ Հոգևոր արժեքներում ներշնչարանը բնականաբար քրիստոնեական հավատքն է ու անոր աղբյուրը հանդիսացող Աստվածաշունչը։ Քրիստոնյա ըլլալ կնշանակե ոչ միայն ծանոթ ըլլալ Աստվածաշունչին, այլ ապրիլ անոր ուսուցումներեն թելադրվող այնպիսի կյանքը, ուր կջարակայթե Աստուծո պայծառակերպող ներկայությունը։ Քրիստոնյա ըլլալ կնշանակե Աստուծո մեզի տված շնորհքեն, կարողութենեն ու կարելիութենեն հաշին հանել մեր նմանին, դգարին ու կարոձյալին։ Եվ հետևաբար հոգևոր կյանք ապրիլ կնշանակե սիրել ուրիշը, մեր նմանը, ծառայելով անոր, ինչպես Քրիստոս ինք կատարեց ու իրեն հետևորդներուն թելադրեց նույնը կատարել։ Հոգևոր կյանք ապրելու գերբերը տարբեր են բնականաբար։ Էականը Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ կորցնաբես ապրիլ ու արտահայտել է։ Բողոս առաքյալ գսե, ես չէ որ գաբրիմ, այլ Քրիստոս է որ գաբրի իմ մեջ։ Հետևաբար մենք որքան գարիքա ունենք ներկա աշխարհի ժխորի մեջ Աստուծո ներկայությունը ապրելու։ Հերու Աստուծմե մեր կյանքը պիտի գործընծնե իր իմաստը, նպատակը ու ճամփան։ Սիրելի ժողովուրդ հայոց, ինչ օրինագելի երևույթը բարձվեցավ անցյալ շաբաթ հոս Սուրբ Աստվածածին բանկի մեջ, երբ կաթողիկոսարանի երդասարտական հաշամունքին գազմագերբության հոգևոր կյանքի վերանորոգման նվիրված երիտասարդական միօրյա համակումարը դեղի ունեցավ։ Մեր միապան հայրերու առաջնորդությամբ երիտասարդ ու երիտասարդուհիներ ավելի քան 100 անձեր
որոնք սաբահուն գտնվին հոս մեզի հետ, միասնապար քննարկեցին ընդհանրապես հոգևոր կյանքի ու հատկապես աղոթքի կենսական կարևորությունը մեր անհատական թե հավաքական կյանքի մեջ։ Անհրաժեշտ է, որ այս երևույթը զավալի մեր ազգի կյանքի մեջ ամեն տեղ։ Երրորդ, հոգևոր կյանքին հետ ամիջականորեն աղերս ունին մեր ազգին ու եկեղեցվո ավանդություններում առողջ պահպանումը։ Պողոս առաքյալ գեհիշեցնե մեզի, թե անհրաժեշտ է մեր հայրերու ավանդության գարչիլ, այլ խոսքով հավատարիմ մնալ։ Ինչպես կհիշեք, 2025 տարին հռչակած էինք ավանդություններու վերագենսավորման տարի։ Այդ առիթով մեր ավանդություններու կենսական կարևորության նկատմամբ մեր ժողովրդին ունեցած ներքին գիտակցությունը վստահաբար ավելի ամրապնդվեցավ։ Ավանդությունը չշփոթենք սովորության հետ, կամ հաճախ գտնվող երևույթներու կամ դեպքերու հետ։ Ավանդությունը իր հարազատ ըմբռնումով ժողովրդի ներքին ապրումներուն, մակարումներուն, դակնապներուն ու ցկտումներուն, այլ խոսքով հարազատ ինքնության արտահայտությունն է։ Ավանդությունները գերաշխավոր են ժողովրդի ամբողջականությունը, միությունը ու գզորացնեն անոր քոյության արմատները։ Ներկա համաշխարհայնացած աշխարհի մեջ, ուր մեր ազգին զավակները աշխարհակրական իմաստով իրար մե հերու գաբրին ու ամիջականորեն ենթակա զիրենք շրջապատող այլ ավանդություններուն ու ինքնություններուն, որպես ազգ մենք որքան հրամայական անհրաժեշտությունը ունենք հավատարիմ մնալու մեր ավանդություններուն։ Ինչպես գիտեք, փաստորեն մեր ավանդությունները լայն չափով առնչված են մեր եկեղեցվո կյանքին։ Հետևաբար, եկեղեցվո թերը կնկատենք էական ավանդություններու ամուր պահպանման գծով։ Ավանդություններու պահպանումը չի նշանակեր սակայն սոսկ եղածը պահել։ Անհրաժեշտ է զայն վերանորոգել հարափոփող ժամանակներուն ու պայմաններուն լույսին տակ։ Այլ խոսքով հրամայական է ավանդության միջուկը պահել ու գեղևը հարմարցնել դվյալ միջավայրի յուրահատկություններուն։ Մեր ժողովուրդը ավանդամոլ չէ, մեր ժողովուրդը ավանդաբահ է։ Ան իր ստեղծած ավանդություններուն նկատմամբ միշտ ունեցած է եւ պետք է ունենա հարկանք ու հավատարմություն։
Շորորդ եւ վերջապես հայ ընտանիքն է մեր արժեքներուն ու ավանդություններուն առողջ պահպանման ու սերունդ թե սերունդ փոխանցման ամենեն զորեղ միջնապերտը։ Հատուկ կերպով հաճախ անդրադարձած ենք հայ ընտանիքին ու միշտ պիտի հիշեցնենք մեր ընտանիքներուն, թե ընտանիք կանթող, ընտանիքի ինքնահասկացողությունը խեղաթրող, ընտանիքի առաքելությունը վտանգող, ներկա համաշխարհայնացած մշակույթին դիմաց մենք կոչված ենք հայ ընտանիքը բայել առողջ, իր հոգևոր, փարոյական ու ազգային արժեքներով եւ ավանդություններով։ Հայ ընտանիքը գոչված է դառնալու փոքր եկեղեցի ու դպրոց, եւ ծնողքը ու հատկապես մայրը փաստիարակ, հոգատար սերը, վստահությունն ու հավատարմությունը պետք է դառնան դիրող ներկայություն հայ ընտանիքեն ներս։ Հայ ընտանիքը ինչպես Աստվածաշունչը գվգայե Աստուծո կողմէ հաստատված կառույց մնե, սուրբ կառույց մնե, գոչված է մնալու սուրբ իր կյանքով։ Հարկ է, որ մեր հոգևոր հայրերը միշտ գոչ ուղեն մեր ժողովրդի զավակներուն այս գիտակցությամբ, այս պատասխանատվությամբ ու նախանցախնդրությամբ ընտանիք կազմելու ու ընտանիք պահելու։ Չմոռնանք երբեք, որ ազգը կգործանի եւ եկեղեցին իր առաքելութենեն կշեղի եւ անոնց կյանքի զորեղ հիմքը կազմող ընտանիքը կգործընծնե իր սրբությունը ու գոչումը։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ հայոց, արժեք, ավանդություն ու ընտանիք։ Ահավասիկ մեր ազգի ինքնության ամուր պահպանման, մեր հայրենիքի հզորացման ու մեր ժողովրդի հավերժության երթին առավել հզորացման երեք զորեղ կառույցները։ Մնանք հավատարիմ մեր պատմության կողմէ մեզի ժառանգված մեր ինքնուրույն քոյության եւ մեր հավերժության այս երեք հիմնասյուներուն այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։